Եթե Ռուսաստանից շարունակ պահանջում են մեր երկրում հանրաքվե անցկացնել, Հայաստանի ժողովրդի քվեարկությամբ մնալով կամ Եվրասիական տնտեսական միությունում կամ էլ թեքվելու դեպի Եվրոպական միության կողմը, Հայաստանն ինչպես է պատրաստվում հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունն առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ մեր երկրում ինչ որ փուլում Եվրամիություն ԵԱՏՄ հանրաքվե անցկացնելու գաղափարը նախ Հայաստանի իշխանությանն է եղել։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն են, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածքը, Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ Այս տարի լոլիկի մթերման խնդիրներ չեն սպասվում, այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Արտաշատի պահածոների գործարանը պատրաստ է մթերել բնակիչների առաջարկած ամբողջ ծավալը, մթերման գինը սահմանվել է 40-ից 80 դրամ։ Նախարարը նշել է, որ սա տեղական արտադրողներին աջակցելու կառավարության քաղաքականության շրջանակում է։ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը օգոստոսի 19-ին ընդունել է Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև TRIP նախագծին վերաբերող հարցերը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։ Արցախից տեղահանված առանձին ընտանիքներ կկարողանան օգտվել բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման ծրագրից։ Շահառու կարող են դառնալ 2 կամ 3 անդամից կազմված այն ընտանիքները, որոնց անդամները հաշմանդամություն ունեցող կամ 60 տարեկանից բարձր անձինք են։ Պարտադիր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը, սոցիալական բնակարանի հերթացուցակում գրանցվելը եւ բնակարանային հավաստագրից գրավոր հրաժարվելը։ Աջակցությունը կտրամադրվի 10 տարի յուրաքանչյուր անդամի հաշվով ամսական 40,000 դրամի չափով։ Իրականում մենք նշել ենք մասնակի փոխհատուցում, որպեսզի աշխարհագրական որևէ խոչընդոտ չունենան, եթե ցանկանում են բնակվել Երևան քաղաքում, որտեղ բնականաբար վարձավճարները ավելի բարձր են, կստացվի, որ մենք փոխհատուցում ենք դրա փոքր մասը, բայց մարզային բնակավայրերում կլինեն նաև բնակավայրեր, որ ամբողջությամբ կփակի վարձավճարը, շուկայի ուսումնասիրությունը մի փոքր արել ենք մինչև գինահաստատելը, նաև տեղեկություն ունենք, որ նման ընտանիքներ կան, այս պահին էլ բնակվում են մարզերում։ Ռոսելխոզնադզորը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների արդյունքների եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկության եւ ԵԱՏՄ վետերինարական եւ բուսասանիտարական պահանջների պահպանման վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների հաշվետվության։ Գերատեսչությունը հավելել է, որ հայկական կողմից ակնկալում է ԵԱՏՄ պահանջների պահպանման հատուկ ծրագիր։ Հիշեցնենք, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Լուտը հայտարարել էր, որ Հայաստանը կկարողանա վերականգնել ագրոպարենային արտադրանքի մատակարարումները նախկին ծավալով միայն ԵԱՏՄ վետերինարական եւ բուսասանիտարական չափանիշների խիստ պահպանման դեպքում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել Թեհրանի հետ բանակցությունների համար նախատեսված եւ արդեն ավարտված ժամկետը։ Հիշեցնենք, հունիսի 17-ին Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրով բանակցությունների համար 60 օր էր նախատեսվել։ Fox News-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ սահմանված ժամկետն ավարտվել է առանց որևէ առաջընթացի։ Թրամփը նաեւ կրկնել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակն է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նրանք չեն պատրաստվում գնալ այնպիսի համաձայնության, որն իմ կարծիքով անհրաժեշտ է։ Իրանը պետք է հանձնվի եւ բարձրացնի հանձնվելու սպիտակ դրոշը։ ՆԱՏՕ-ի ուժերը Ռումինիայում լայնածավալ զորավարժություններ են անցկացրել։ Եվրոպական երկրներից ավելի քան 1000 զինծառայող է մասնակցել։ Զորավարժանքի ընթացքում փորձարկվել է Ուկրաինայի սահմանակից Ռումինիայի վրա Ռուսաստանի հնարավոր լայնածավալ հարձակմանը դիմակայելու եւ այն հետ մղելու կարողությունը։ Մոսկվան հարձակման վերաբերյալ ունեցած մտավախությունը անհիմն է համարել, ակտիվացած նախազգուշացումներն էլ սարսափ պատմություններ որակել։
Արմավիրում գյուղացիները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը, պահանջելով լուծել բերքի իրացման ճգնաժամը։ Գյուղացիների խոսքով հատկապես դեղցը չեն կարողանում վաճառել։ Արտահանողները պատրաստ են այն գնել ընդամենը 100 դրամով, ինչը նրանց համար անշահավետ է, իսկ բերքը փչանում է։ Նրանք պահանջում են հստակ պատասխան, ինչ է արվելու բերքի իրացման համար, քանի որ իրենց խոսքով նախորդ հանդիպումներից հետո որևէ գործուն լուծում չի առաջարկվել։ Համայնքապետ Վարշամ Սարգսյանը հայտնել է, որ քննարկվում է բերքի մի մասը ճիր արտադրողներին վաճառելու, մի մասը արտահանելու եւ մնացածը մթերելու տարբերակը։ Գյուղացիները համաձայն են Խանջյան գյուղում հանդիպելու եւ լսելու առաջարկները, սակայն վստահ չեն, որ խնդիրը կլուծվի։ Վերջին շրջանում տարածվել են դեպքեր, երբ հանցագործները քաղաքացիներին առաջարկում են հեշտ եւ արագ եկամուտ, նրանց բանկային հաշիվները, քարտերը կամ էլեկտրոնային դրամապանակները օգտագործելու միջոցով։ Քաղաքացիներից կարող են պահանջել ստանալ, փոխանցել կամ կանխիկացնել այլ անձանց գումարները, ինչպես նաեւ տրամադրել հաշիվների մուտքի տվյալները։ Մի համաձայնեք նման առաջարկների եւ երբեք մի տրամադրեք ձեր քարտի տվյալները, գաղտնաբառերը կամ մեկանգամյա հաստատման կոդերը։ Ուրիշների գումարների փոխանցմանը կամ կանխիկացմանը մասնակցելը կարող է ձեզ ներգրավել հանցավոր սխեմայի մեջ եւ առաջացնել իրավական հետևանքներ։ Երևանում վաղ մանկության կրթության ոլորտում նախատեսվել է գործարկել Հայաստանում առաջին 6-ից 12 ամսական երեխաների խումբը։ Խմբի համար արդեն մշակվել են համապատասխան սննդի նորմատիվները, իսկ փորձնական ծրագրի արդյունքներով նախատեսվել է ընդլայնել մսուրային ծառայությունները։ Կառավարության հաջորդ ծրագրով թիրախ է սահմանվել նաև 5-ից 6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունը պարտադիր դարձնելը։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, գաջեթների եւ համացանցի չափից շատ գործածումը կարող է բացասաբար ազդել երեխաների զարգացման վրա։ Փոքր երեխաների մոտ այն կարող է խանգարել խոսքի, շարժմական հմտությունների եւ քնի զարգացումը, իսկ ավելի մեծ տարիքում առաջացնել ուշադրության, ուսման, վարքի եւ ինքնագնահատականի խնդիրներ։ Դեռահասների դեպքում չափից ավելի սմարթֆոնի եւ սոցիալական ցանցերի օգտագործումը կարող է հանգեցնել քնի խանգարումների, տագնապի, իրական շփումների նվազման եւ կախվածության։ Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել էկրանի ժամանակը եւ ավելի շատ ուշադրություն դարձնել երեխայի հետ կենթանի շփմանը, խաղին, ֆիզիկական ակտիվությանը, բավարար քնին։ Եթե վարորդը առաջին անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները եւ դրա հետևանքով մարդու առողջությանը հասցրել է ծանր կամ միջին ծանրության վնաս, հնարավոր է այլևս չենթարկվի քրեական պատասխանատվության։ Նախապայմաններից մեկը վարորդի ու տուժողի միջև հաշտությունն է։ Այսպիսով, Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածում, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտմանը։ Այժմ գործող կարգավորումներով նման դեպքերում վարորդի նկատմամբ կիրառվում է պատիժ, տուգանք, հանրային աշխատանքներ, կարճաժամկետ ազատազրկում կամ մինչև 3 տարի ազատազրկում, կամ էլ զրկում են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Որոշ դեպքերում էլ վարորդը զրկված է լինում պատվարը կանխելու հնարավորությունից, միաժամանակ օրինակ առանց տեսախցիկների առկայության առաջ են գալիս ինչ-որ սուբյեկտիվ գործոններ, սուբյեկտիվ թվային տվյալներ, հնարավոր է դրանք օբյեկտիվին չհամապատասխանեն, օրինակ եմ ցույց բերում սա, այս պրակտիկայում հանդիպող, եւ այդտեղ զուտ տուժի վարորդը, քրեական գործ հարուցվի, հետագայում վերջինս, չգիտեմ, դատապարտվի։ Տարիներով տանեն տուգանային հրապարակ մեքենա, գործ են հարցում, հիմա այս հետնորդն ասում է ցավները տանեմ, ես եմ մեհավորը, վերջ, ես եմ եկել խփել ես արելեն այլ, ասում են չէ, միևնույնն է։ Մենք այսպես միշտ դատական վարույթում իրավունք չունեն գործը փակելու, պիտի գնա դատարան։ Ու մինչև վերջ վարորդի քթից բերում է Ճանապարհատրանսպորտային պատահարներին վերաբերող օրինագիծը սակայն նախատեսում է հստակ սահմանափակումներ։ Հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նոր մեխանիզմը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ վրաերթի հետևանքով մարդ է մահացել։ Այն չի կիրառվելու նաև այն դեպքերում, երբ վարորդը եղել է հարբած կամ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքը հաստատող վկայականի։ Բացի այդ, եթե անձը նախկինում այս նույն հիմքով արդեն ազատվել է քրեական պատասխանատվությունից, երկրորդ անգամ այդ հնարավորությունից օգտվել չի կարողանալու։ Սա չափազանց կարևոր է այն համատեքստում, որ հանրության մի հատվածին անհանգստացնում են պատժի թեթևացման տանող կարգավորումները, այսինքն կա մտավախություն, որ դրանց հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանի ճանապարհներին կավելանա։ Չեմ կարծում էլի, որ դա պետք է հանգեցնի զգոնության թուլացման, որովհետև հակառակ դեպքում կնշանակի, որ իր առջևում
տիրող իրադրություն կա, ինքը միջոց չի ձեռնարկում դիտավորյալ գնա հարվածի հետիոտնին մեքենայի տակ գցի, որը ողջամտության սահմաններում չի տեղավորվում։ Նախորդ տարիներին այս ոլորտում փոփոխությունների մասին էր պարբերաբար բարձրաձայնում փորձագիտական համայնքը։ Երթևեկության կանոնների խախտումներից շատերը քաղաքացիականից տեղափոխվեցին քրեական պատասխանատվության դաշտ, ինչը հանգեցրեց դատարանների գերբեռնվածությանը։ Նման փոփոխությունների նպատակը հիմնականում մեկն է ամբողջ պետական ապարատը, սկսած քննչական գործողություններից, փորձագիտական, դատախազ, դատարաններ, ինչ որ առումով եւ ինչ որ ծանրաբեռնվածությունից թեթևացնել։ Հաշվարկա չէ 100,000 բնակչին քանի քրեական գործ է լինում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման գործերով արդեն աշխարհում, եթե չեմ սխալվում, կամ առաջատարին կամ երկրորդ տեղն ենք զբաղեցնում։ Օրինագծի դրական կողմերը ֆիքսող փորձագետները շեշտում են, որ նախորդ տարիներին երթևեկության կարգավորման process-ում արձանագրված խստացումները որևէ արդյունք չեն տվել։ Պատժի վախը չի նվազեցնում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մեր ճանապարհներին, միայն խցանում է պետական համակարգի խողովակները։ Այլ բան, որ այս ոլորտում հաջողության համար անհրաժեշտ է բարեփոխումներ կրթական համակարգում։ Պարզվել են 3 նոր Հաճն քաղաքում վերամբարձ կրունկի ճոպանի կտրվելու ու տարայի ընկնելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, 40-ամյա Գարիկ Մ և 37-ամյա Միսակ Վոն աշխատանքները կատարելիս կանգնած են եղել Աշկար ՍՊ-ին պատկանող կրունկավար 61-ամյա Վարդան Բ-ի կողմից շահագործված Քինգ Կոնգ մագնիշի ավտոկրունկի բետոնի համար նախատեսված տարայի վրա։ Երկուսն էլ մահացել են տարայի ամրալարը պոկվելու և բարձրությունից ընկնելու հետևանքով։ Մեկի մահը գրանցվել է տեղում, մյուսինը հիվանդանոցի ճանապարհին։ Իսկ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վալերի Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածները ու վիրավորը աշխատում են Աշկար ՍՊ-ում որպես բանվոր, նրանք համագյուղացիներ էին, իսկ շինարարական աշխատանքները քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են։ Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում ինֆինիթիով վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Վերջինը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին Շիրակի մարզում։ 69-ամյա Երվանդ Սերոփյանը ինֆինիթիով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարուհ-Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա Մարտին Սիմոնյանին։ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 23-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին։ Վերջինը տեղում մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Volkswagen-ի վարորդը ռազմիկան է եղել։ Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհին վրաերթի ենթարկվածը 38-ամյա Նորայր Ան։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ վրաերթը տեղի է ունեցել դեպի Երևան ընթացող ճանապարհի հանդիպակաց գոտում, քանի որ դեպի Երևան ճանապարհի այդ հատվածը ասֆալտապտվում էր ու երթևեկությունը տեղի էր ունենում հանդիպակաց։ Volkswagen-ի վարորդն էլ այն վարել է բավականին արագ, քանի որ հարվածի վայրից մոտ 40 մետր հեռավորության վրա է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենան էլ մոտ 150-ից 200 մետր հեռավորության վրա։ Երևանի 103 շտապօգնության բժիշկները օգնել են ընտանիքի անդամների կողմից փողոցում հայտնված անօգնական կնոջը։ Օգոստոսի 18-ին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Հայաստան կինոթատրոնի դիմաց գտնվող զբոսայգում քաղաքացին անօգնական ընկած է գետնին և անհրաժեշտ է բուժօգնություն։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկները, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մոտ 29 տարեկան կնոջը պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը, ինչից հետո տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ կինը տևական ժամանակ անօգնական է եղել այգում։ Մի քանի անգամ բնակիչները ահազանգել են թաղապետարան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի գան ու նրան տեղափոխեն խնամքի կենտրոններից մեկը, բայց ոչ մի դրական պատասխան չի ստացվել։ Ըստ բնակիչների, ընտանիքի անդամները տունը վաճառել են ու մեկնել արտերկիր, իրեն էլ թողել են փողոցում Բախտի քմահաճույքին։ Բնակիչները մտահոգություն ունեն, որ կինը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կրկին կհայտնվի փողոցում անօգնական վիճակում, պատկան մարմինների անտարբերության պատճառով։